Բառամթերքը, հա, որով դա արվում է, չգիտեմ, երբևէ տեսած լսած կայիք նման բան, որ ղեկավարը իր հանրային տիրույթում։ Գիտեք, նախ երևի չգիտեմ, շատերը չգիտեն, որ հայոց լեզուն ինքը հայհոյանք չի ունեցել։ Դա փոխառված բառեր են եւ դա պատահական չէ, որովհետեւ մեր քաղաքակրթական մշակութային համակարգի մեջ մարդուն անպատվելը դա համարվել է ամենավերջին քայլերից մեկը։ Նման խմբակի կողմից նման բառամթերքի օգտագործումը դա բնական է, որովհետև դա իրենց էությունն է, չդաստիարակվածության դրսևորումը, իրենք սկզբի շրջանում կարող է ինչ-որ թատերական բեմականացման միջոցով քող վրաները առած փորձում էին այսպես առաջատար ժողովրդավար արևմտյան արժեքներով առաջնորդվող ինչ-որ անձանց կերպարներ ընդունել, բայց ինչպես ասում են, մախաթ պարկի մեջ չես պահի, ժամանակի ընթացքում դա իր բնական դրսևորումը տալիս է եւ սա լավ է, որովհետեւ ժողովուրդը տեսնում է, թե իրականում ում է հավատացել, իր ազնիվ մղումներից դրդված ում է բերել եւ ձայն տվել ու նստացրել իր գլխին, որը փաստացիորեն բացի նրանից, որ ինչը շատ ավելի կարևոր է, որ ազգի պետության համար աղետաբեր է, բայց նաեւ իր էության մեջ ոչնչություն է։ Գինա Աջանյան, տեսեք, այս եկեղեցի արշավի զուգահեռ մենք տեսնում ենք, որ նաև իշխանությունը պլանները, հրապարակներում մակուզարկությունները նորմալ իրականացնում։ Դե գիտեք, իրենք նաև այդ, ասենց ասեմ, գունավոր հեղափոխությունների այդ սցենարի անբաժան մասն է նաև նահատակ ներկայացնելը, հա, մենք կարծեմ ինչ-որ ժամանակ առաջ էլ այսպես լսեցինք ինչ-որ անհայտ մահափորձի մասին, որը չգիտես ինչպես հանկարծ հայտնաբերվեց, հա, դեռ մինչև օրս չեն կարողանում ապացուցել դրա էությունը։ Սա ընդհանրապես սեփական անձը ինչ-որ միտեղ զոհի կերպարի մեջ ներկայացնելու փորձ է, որը բնականաբար չի հաջողվի, որտեղ ժողովուրդը արդեն իր գրեթե ամբողջության մեջ հասկացել է այս անձանց ոչ միայն էությունը, այլև նաև նրանց գործողությունների հիմնական նպատակը եւ նրանց ստողատակի տրամաբանությունը չի աշխատելու, որտեղ մեր ժողովուրդը անգամ 16 թվականի Սասնա ծռերի այդ գործողությունները ցույց տվեցին, որ ինքը իր ներքին դաշտում ուժային միջոցներով հարցեր լուծելու կողմնակից չէ եւ միշտ խաղաղ պայքարի օկտին է հանդես գալիս եւ դա եւս ապացուցում է մեր հազարամյակներով հին քաղաքակրթություն մշակույթ կրող գենետիկ մակարդակում խաղաղ բարեկեցիկ բարի տրամադրվածության հանգամանքը, որը եւս այս իշխանությունը փորձում է ինչ-որ խեղել ձևել, ինչ-որ անհասկանալի ձևերով ներկայացնել։ Եվ պատահական չէ, որ մեր ժողովուրդը այդ իր անցած հազարամյակների ընթացքում ինքը երբեք պատերազմ չի սկսել։ Ստիպված է եղել արձագանքել եւ արժանի հարված է տվել, բայց երբեք ինքը նախահարցակ չի եղել եւ ուժային միջոցներով հարցեր լուծելու կողմնակից չի եղել, որովհետեւ դրա լուծման շատ ավելի քաղաքակիրթ եւ ավելի հիմնարար ձևեր կան։